Այսօր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվել է Armenia Startup Cup ազգային առաջնության մարզային երկրորդ փուլը, որի ընթացքում մրցելու հնարավորություն է ստացել 14 ստարտափ Հայաստանի 7 քաղաքներից։ Armenia Startup Cup-ը նպատակ ունի իրազեկել Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար առկա ռեսուրսների մասին, Հայաստանում զարգացնել այդ ներուժը բարձրակարգ բիզնես խորհրդատվության միջոցով եւ ստեղծել նոր աշխատատեղեր։ Startup Cup բիզնես մոդելի մրցույթի գաղափարը ծնվել է Սիլիկոնյան հովտում 2012 թվականից։ Հիշեցնենք, որ Armenia Startup Cup ազգային առաջնության մարզային առաջին փուլը տեղի էր ունեցել սեպտեմբերի 25-ին Դիլիջանում։ Այստեղ էր հավաքվել ավելի քան 42 ստարտափ Հայաստանի 11 քաղաքից եւ 30 փորձառու մենթոր տարբեր մարզերից։ Մրցույթի սկզբում 20 նոր մենթոր ստացել են հավաստագրեր, նրանց հնարավորություն էր տրվել իրենց փորձն ու գիտելիքը փոխանցել մարզաբնակ այլ սկսնակ ձեռներեցների ի նպաստ կայուն տնտեսական զարգացման։ Կարևորում եմ ստարտափերի ստեղծումը Հայաստանի Հանրապետությունում եւ այս ծրագրի շրջանակներում պետք է ընտրենք լավագույն ստարտափին, որը կներկայացնի Հայաստանը աշխարհում։ Ծրագրում նախատեսել ենք պատրաստել էկոտոպրակներ, այսինքն կտորի տոպրակներ, որոնք կփոխարինեն պոլիէթիլենային տոպրակներից, գիտենք, որ այդ տոպրակները շատ ուշ են քայքայվում եւ բնությունը կեղտոտացնում են ամբողջ մեր շրջապատը, ցանկանում ենք ունենալ մաքուր բնություն, մաքուր քաղաք։ Գաղափարը կապված է տուրիստական application-ի հետ, որը հիմնականում նախատեսված է երեխաների համար ծառայություններ եւ ապրանքներ գնելու համար, իսկ հենց ինչու է այս գաղափարը, ուրեմն մենք մտածեցինք, որ բոլոր ծնողներն էլ խնդիր են ունենում իրենց երեխաների համար ինչ-որ բան գնելու, ու հատկապես երբ որ առանց երեխաների են ճանապարհորդում, այդ ժամանակ է խնդիր առաջանում։